Մի քանի ժամով Հայաստան էր ժամանել համնապետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ այսպես ասած, այցի շրջանակներում հայկական կողմից ստորագրվեցին որոշակի փաստաթղթեր, այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանի հետ, ողջույն պարոն Մելիքյան։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Շնորհակալ եմ։ Ռուբիոյի այցը ինչպես կարելի է բնութագրել, եթե հաշվի առնենք այն, որ նա օդանավակայանի տարածքից դուրս չեկավ, եւ արդյոք այդտեղ չկար վերաբերմունք Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որովհետեւ երբ որ սովորաբար օտարերկրյա պաշտոնյա է ժամանում, ապա լինում է պրոտոկոլային ընդունելություն, բայց այստեղ կարծես որոշակի տրանզիտ բնույթի միջոցառում լիներ եւ եկեք նաեւ խոսենք բովանդակության մասին։ Տեսեք, եթե զուտ արարողակարգային տեսանկյունից նայենք, բնորոշիչ է, այո, սա տրանզիտ այցելության շրջանակում է տեղավորվում, ինքը պաշտոնական չէր, ինքը աշխատանքային չէր, ինքը տրանզիտ այցելության շրջանակում էր, լինում են այդպիսի դեպքեր, բայց սովորաբար կախված երկրների հարաբերություններից նաև հնարավոր է տրանզիտային որոշակի շեղում, կամ ասենք օդանավի վերալիցքավորման խնդիր կարող է լինի նաև այդ պարագայում, եւ բնորոշիչը, որ ես կուզենայի շեշտել, հանդիպում միայն արտաքին գործերի նախարարի հետ է։ Այսինքն տեսեք, Միացյալ Նահանգների պետքարտուղար է այցելում Հայաստան եւ նույնիսկ չի հանդիպում երկրի ղեկավարի հետ։ Հիմա կասեք, ղեկավարը քարոզչություն է անում, մյուսները քարոզչություն են անում, բայց կա նաեւ երկրի մեկ այլ ղեկավար, պետության գլուխը ըստ սահմանադրության, որը նախագահն է եւ նման հանդիպում չի կայանում։ Հետեւաբար սա ես ավելի դիտարկում եմ երկու տեսանկյունից, տեսանկյուն համար մեկ բնականաբար ուղղակիորեն կապում եմ նաև քարոզարշավի հետ եւ երկրորդը աշխարհաքաղաքական իմաստով որոշակի այսպես ընդգծելու համար, որ Միացյալ Նահանգները այստեղ ունեն բավականին լուրջ դերակատար, որովհետեւ այդ երկու կոմպոնենտը այնուամենայնիվ աշխարհաքաղաքական իմաստով նկատի ունեմ թրիփի մասով անշուշտ կա հետաքրությունը եւ բնականաբար մեր հարավային հարևանի հետ վերջին զարգացումների մասով նույնպես։ Հիմա մենք հարցազրույցից առաջ որոշակի քննարկում ունեցանք միասին, Այս երկու այցելություն դուք բաղդադեցիք, մեկը Զելենսկու այցելությունը Երևան, որը բնականաբար շատ լուրջ հակառեակցիա առաջացրեց ռուսների մոտ, եւ Ռուբիոյի այցը, Ռուբիոն վերջին մարդը չի իրանական ընդհանուր քարտեզի մասով, եթե նայենք, եւ Ռուբիոն նաեւ այն պաշտոնյաներից է, որը ավելի կողմնակից է, այսպես կոշտ ամենալուրջ հակաիրանական դեմքերից է, կոշտ ազդեցիկ գործիքակազմի կիրառման եւ այս պարագայում ինչ եղավ, այս պարագայում բնականաբար այն շատ ու շատ հարցականների հետ նոր հարցականներ ավելացան, այսինքն մեր հարավային հարևանի Իրանի մոտ։ Բուն այցի հետ կապված այդ փաստաթղթերի ստորագրումներ, բնականաբար մեկ տողով նաեւ դա եկել հասել այստեղ ոնց չպոկեին, չէ, այդ փոքրիկ նախադասությունը, որ Հայաստանը ունի խիզախ ղեկավարություն եւ մենք պաշտպանելու ենք այդ խիզախ քաղաքականությունը եւ այլն։ Ցավալի է, որովհետեւ դա 180 աստիճանով տարբեր է այսօրվա իրականության հետ, նույնիսկ Բաղդադելու եզր անգամ չկա, պարզ պատճառով, որովհետեւ որտեղ խիզախություն է, այս մարդիկ դրանից ընդհանրապես 1000 կիլոմետր հեռու, դա վախկոտության մասին կարելի է խոսել, որ այստեղ բացարձակ խիզախ ղեկավար գոյություն չունի, կա վախկոտ մի ղեկավար, որը կարճած է իր աթոռից եւ այդ աթոռին կարճած սոսնձված մնալու համար պատրաստ է ամեն ինչի։ Այս սա է, որ մենք պիտի փորձենք իսկապես մաքսիմալ հասցնենք մեր հասարակության այն շերտերին, ովքեր որ այս նմանատիպ այցերը, նմանատիպ ձեռքսեղմումները ողջագուրվել է, դիտում են, ասենք, երկնագույն էկրանից եւ ընդամենը պատկերն են կարողանում վերլուծել։
բայց խորքում բացարձակապես չեն հասկանում, թե սրա հետևանքները ինչպիսին են լինելու։ Կլինեն բնականաբար հետևանքներ, ես ավելի քան համոզված եմ, որքան էլ որ չուզենամ եւ դժբախտաբար իրավիճակը այնպես են սարքել այսօրվա վարչակազմի ներկայացուցիչները, որ դրանից փախուստ չկա, քանի իրենք կան, մենք նմանատիպ շատ ու շատ զարգացումների ենք ականատես լինելու։ Ընդհանուր 2.5 ժամանոց այցել չէր, էլի, ուղղակի այսպես վերալիցքավորման եւ տրանզիտի այսպես որոշակի բաղադրիչ ունենալով ինչ որ պետք էր արվեց, իմ ունեցած տեղեկություններով փաստաթղթեր են ստորագրվել, ընդ որում թրիփի շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է, սա էլ մի ուրիշ հարց է առաջացնում, ինչու է նախաստորագրվել, ինչու նորից վերջնական ստորագրության չի արժանացել եւ մյուսը, եթե չեմ սխալվում, օգտակար հանածոների հետ կապված էր, երրորդը չգիտեմ, բնական է, որ իշխանությունները սա պիտի օգտագործեն ի օգուտ իրենց քարոզարշավի, սա կդառնա առաջիկա մի քանի օրվա քարոզարշավի մի մասնիկ, բնականաբար իրենց սատելիտները շատ արագ սկսել են արձագանքել, հեղեղել են իրենց պատկերացմամբ սոցիալական ցանցերը, թե ինչպիսի տիեզերական նշանակության իրադարձություն տեղի ունեցավ, նույնիսկ այս 2 ժամվա ընթացքում մենք ինչի հասանք եւ հերթական անգամ ապացուցեցինք, թե որքան ինքնիշխան, որքան խրոխտ, հպարտ եւ հզոր երկիր ենք մենք, որ այսենց Ռուբիոն կարող է գա, տեսեք Բաքու չգնաց, բայց եկավ Հայաստան եւ նմանատիպ այլ մանիպուլյացիաներ անշուշտ լինելու են։ Հետևանքները ես ավելի բացասական եմ տեսնում բնականաբար, որովհետեւ ավելի շատ դիտարկում եմ, նորից եմ կրկնում, այս ընտրարշավի շրջանակներում, քան որ ձեր կարծիքով Ռուբիոն հաջորդ անգամ երբ պիտի գա Հայաստան, եթե պիտի գա արդյոք Հայաստան, հա։ Սա է, գնացել են, աղաչել են, խնդրել են, պաղատել են, որ մի հատ փոքրիկ պատուհան լինի, որ գոնե քարոզարշավի ժամանակ այդ մարդիկ ինչ որ ձևով Երևան Հայաստանում, դե Եվրոմիությունը արդեն կներեք արտահայտությանս դորդուբեշ են արել, հիմա բնականաբար Ամերիկային էր հերթը, որ հանկարծ ամերիկացիներն էլ կասկածներ չունենան, որ այստեղ մենք եվրոպացիների հետ առանձին գծի մեջ ենք եւ այլն։ Այսինքն այս կարգի մանկամիտ, հասկանում եք, մի երկրի արտգործնախարար, երբ որ գերիների լրջագույն հարց է բարձրացնում եւ ինքը դրա կարապատասխանի դե ծնգլ արեցիք, հասկանում եք, դե այդպես ծնգլ քաղաքականություն եք դուք վարել միջև հիմա, որ եկել ենք հասել ենք այսօրվա։ Տեսեք, իրենք շարունակաբար հայտարարում են, որ իբրև թե Հայաստանը ժողովրդավար երկիր է, Հայաստանում քաղաքական բռնաճնշումներ չկան, բայց մենք գիտենք իրականությունը եւ տեսնում ենք, թե ինչ այլանդակություններ են տեղի ունենում, հատկապես նախընտրական այս քարոզարշավի շրջանակներում, եւ հարց է առաջանում. Արևմուտքը, որը որ Եվրոմիության երկրները, Միացյալ Նահանգները, որոնք հանդիսանում են իբրև թե ջատագովները նույն իրենց արևմտյան արժեքների, եթե մենք տեսնում ենք, իրենք արդյոք չեն տեսնում։ Ավելի լավ են տեսնում, քան մենք։ Սա ձեզ միանշանակ կարող եմ ասել, ավելի քան համոզված եմ, ամեն ինչին տիրապետում են ավելի շատ, քան շարքային քաղաքացիները, եւ այստեղ խնդիրը հենց այդ նույն ստանդարտների մասին է խոսքը։ Կիրառելի եւ չկիրառելի ստանդարտների մասին է խոսքը։ Կարծեմ, այս տաղավարում առիթ ենք ունեցել նաեւ աշխարհակարգի փոփոխության մասին խոսելու, հա։ Այս աշխարհակարգի փոփոխությունը հենց ստանդարտները չեղարկելու մասին է։ Հասկանում եք, նոր ստանդարտներ բերելու մասին է։ Եվ այդ նոր ստանդարտներ բերելու ճանապարհի բնականաբար վերադիրքավորումների խնդիր է սկսում առաջանալ։ Եվ ավելի շեշտադրված է սկսում աշխատել ամեն պետության ազգային օրակարգը, հա, իսկ որպեսզի դու կարողանաս ամրապնդես քո ազգային օրակարգը, որտեղ ներառված են ամբողջական քո ազգային շահերը, բնականաբար պիտի սկսես աշխատել։ Ոչ թե անես քայլեր, որ ավելի դժվարացնես քո վիճակը, ավելի ծանրացնես քո բեռը, ել չասեմ, որ դու ուղակի հակոտնյա process-ներ սկսես քո դաշնակիցների հետ,
կամ ապագայի իրավիճակային դաշնակիցների հետ, քո հարևանների հետ։ Այստեղ խոսքը բնականաբար նաև Իրանի մասին է գնում, թե ինչ ծանրագույն շրջան է Իրանը հիմա ապրում եւ ինչ դժվարությունների միջով է անցնում։ Եվ Հայաստանը բնականաբար իրավունք չունի իրեն պահի ոչ հարևանացու կամ ոչ բարեկամական։ Ես շատ մեղմ եմ ասում, հա։ Գնում եք այնտեղ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ եք դնում, որ սա բացարձակապես հակաիրանական քայլերի մասին չէ, գալիս եք այստեղ շատ ավելի ամրապնդում եք այդ քայլերը։ Եվ ինչ եք դրանով ուզենալու ապացուցեք, որովհետև դուք այլևս չկաք որպես գործոն, հասկանում եք, ամբողջ խնդիրը այսօր ընդդիմադիր դաշտի եւ adekvat ընդդիմադիր դաշտի հենց դա է, թե ինչքան անդառնալի կետեր այլևս ունենք եւ ինչքան դժվար է լինելու ապագայում այս անդառնալիությունը որոշակիորեն այսպես թուլացնել, որպեսզի Հայաստանը կամաց վերածվի գործոնի։ Հայաստանը գործոն է չակերտավոր, կորցրած իր սուբյեկտայնությունը, կորցրած իր արժանապատվությունը, պարտվողական դիրքերից անընդհատ հանդես եկող եւ զիջող, այսինքն ընդհանուր միջազգային արենայում, եթե ձեզ տենց գրկախառնվում են, ժպիտներով նկարվում են ձեզ հետ, դա չի նշանակում, որ դուք այնքան եք տենց ուժեղացել ու այնքան եք բարձրացել, որ դուք արժանի եք դրան։ Ձեզ ծաղրում են նաև միանշանակ, որովհետև միջազգային հարաբերությունները եւ ընդհանրապես դիվանագիտությունը նմանատիպ վայրիվերումներ չի սիրում։ Իրենք տեսնում են, իրենք հետևում են, վստահ եմ զարգացումներին են հետևում, ինչու ոչ նաև այդ նախաստորագրման կետից եթե նայենք, այդ նախաստորագրումն էլ որոշակի այսպես բան է իր մեջ պարունակում, վաղը ինչպիսին է լինելու Հայաստանը։ Իրենք էլ վստահ են, իրենք էլ տեսնում են, որ այս ամեն ինչը լավ տեղ չի տանելու, հասկանում եք, հետեւաբար քանի որ լուրջ են մոտենում նույն միջազգային հարաբերությունները, իրենք հասկանում են, որ հունիսի 7-ից հետո արդյունքները բավականին մխիթարիչ կարող են չլինել այսօրվա իշխանությունների համար։ Հետևաբար իրանք շտապում են, հետևաբար փորձում են գոնե թղթով ամրագրեն այն ապագան, որ եթե հանկարծ ինչ-որ մի բան փոխվեց, իսկ ինչ-որ մի բան փոխվելու է եւ սա միանշանակ է, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, որքան էլ իշխանությունները այդ ինքնավստահության իրենց կետից շարժվեն, մևնույն է, փոխվելու է, այսինքն շատ կարճ ժամանակում փոխվելու է։ Հետևաբար Հայաստանը չի անտեսվելու, ուրեմն պիտի շտապեն գոնե թղթի վրա ստանան որոշակի դրույթներ, որոնք ինչ որ կետի միգուցե կարող են անդառնալի լինել եւ հնարավոր չլինի դրանք շտկել, բայց ավելի խորքային եւ ավելի այսպես լայն սպեկտրով բանակցությունների արդյունքում որոշակի շտկումներ անշուշտ հնարավոր է մտցնել։ Պարոն Մելիքյան, դուք ձեր խոսքի ընթացքում նշեցիք իրանական կողմի եւ Իրանի շուրջ ստեղծված վիճակի մասին, եկեք նաեւ դրա մասին խոսենք, որովհետեւ ակնհայտ է, որ TRIP-ի նախաստորագրումը կամ հենց TRIP պրոյեկտը, հա, դա ունի ակնհայտ հակաիրանական ուղղվածություն եւ հատկապես այս փուլում այդ նախաստորագրումը ուղղված է լինելու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որպեսզի հյուսիսից նա եւս կտրված լինի։ Մերձավոր Արևելքում մենք տեսնում ենք, որ իրականում ոչ պատերազմ եւ ոչ խաղաղություն իրավիճակն է, ընդհանուր ժամեր առաջ տեղեկություններ տարածվեց, որ հերթական ռմբակոծություններն են եղել Միացյալ Նահանգների կողմից եւ տեսնում ենք, որ չկա հստակություն, թե դեպի ուր ենք շարժում, դեպի համաձայնագրի ստորագրում, թե դեպի ռազմական գործողությունների ամբողջական վերսկսում։ Տեսեք, շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում, ցանկացած դիվանագիտական process իրենից ենթադրում է մաքսիմալ դիրքերի ամրապնդում։ Այդ ռմբակոծությունները կարան եւ կապվեն դրա հետ, բայց փաստ է, որ Միացյալ Նահանգներում շատ հստակ հասկացել են, թե ում հետ գործ ունեն։ Որքան էլ որ մանրակրկիտ եւ շատ լուրջ հաշվարկված լիներ Իրանի վրա հարձակումը, որը պետքա չլիներ, բայց
ցավալիորեն Մերձավոր Արևելքում կա շատ լուրջ մի խաղացող Իսրայել անվամբ, որը անընդհատ փորձելու է այս իրավիճակը օգտագործել իր օգտին։ Եվ նայեք ինչ է անում, շատ բազմակողմ թիրախային հարվածի մասին է խոսքը գնում։ Իսրայելին անհրաժեշտ է թույլ Մերձավոր Արևելք։ Իսրայելին անհրաժեշտ է թույլ ծոցի երկրներ։ Մեծ Իսրայելի համար։ Մեծ Իսրայելի համար կլինի, իրենց գաղափարախոսության համար կլինի, իրենց դոմինանտության խնդիրը անընդհատ կլինի, հա, եւ այստեղ բնականաբար ամենախանգարիչ հանգամանքներից մեկը, խոչընդոտներից մեկը Իրանն է, որևէ ձևով Իսրայելին ձեռք չի տալիս, որ Միացյալ Նահանգները ուղղակիորեն խոսեն պարսիկների հետ։ Փաստ է, որ երբ որ իրենք նստում են բանակցային սեղանին եւ խոսում են ուղղակիորեն առանց երրորդ միջամտության, փաստ է, որ որոշակի դիվանագիտական, այսպես ասենք, փոքր հաջողություններ գրանցվում են, եթե մենք ընդհանուր այսպես տեղեկատվական դաշտին որը եղել էր նախագահ Օբամայի օրոք, հա։ Այո, ցանկացած պարագայում, տեսեք, որքան էլ որ երկու երկրներ թշնամական դիրքավորումների մեջ լինեն, այնուհետև այնուամենայնիվ կամուրջները այրված չեն, եւ միշտ այդ կուլիսային process-ները եղել են, որոնք հերո են, հա, շարքային այսպես ունկնդրի ուշադրությունից, որովհետև շատ դեպքերում դրանք նաև չեն էլ լուսաբանվում։ Հիմա այս պարագայում այո, կա այդպիսի հանգամանք, որ մի կողմից տեսնում ենք այնուամենայնիվ, որ բավականին մոտեցվել են դիրքորոշումները, բայց այդ ռմբակոծությունները այնուամենայնիվ կան։ Եվ շարունակական կլինեն միանշանակ։ Մյուս կողմից էլ Իսրայելը տեսնում ենք ինչ կոշտ դիրքորոշման մեջ է, ասենք Հեզբոլայի հետ, Հեզբոլային մաքրելու ընդհանրապես երկրի երեսից վերացնելու եւ այդ Լիբանանի վրա հարձակումները անընդհատ շարունակելու։ Ես մեծ հույս ունեմ, որ այնուամենայնիվ դիվանագիտությունը եւ դիվանագիտական բանականությունը կհաղթահարի, կգան հաստատ ընդհանուր հայտարարների ու կարծես թե խնդիրները արդեն այնքան են փոքրացել, որ հնարավոր է այսպես փոխադարձ համաձայնություններով դրանք շտկել։ Հուսով եմ, եւ իրենք կապավինեն այդ բանականությանը, որովհետեւ դա լուրջ բան է դիվանագիտական բանականությունը, որ դա հաստատ կհաղթահարի, մանավանդ նկատի առնելով, որ առաջիկա ամիսներին կոնգրեսի ընտրություններն են եւ Թրամփի հետագա այսպես վերահսկելիությունը բավականին նվազել է։ Հուսանք, որ կգտնվեն եզրեր եւ այս պարագայում արդեն կսկսեն խոսել շատ ավելի լայն սպեկտրով, հա, եւ հիմա ինչ անելու Հայաստանը այս պարագայում։ Ինչ բացատրություններ է տալու Հայաստանը։ Հիմա կարող են ասել, մենք ինքնիշխան պետություն խրոխտ քայլում ենք դեպի վառվող ապագան, դրանքով են, որ մենք դրանց բացատրություններ տանք, մենք մեր շահերից ելնելով բրդուճը ելակով, կեռասով եւ տորթով չեն համեմում ավտոբուսների մեջ անձնուրաց չեն ապարում, հասկանում եք, երբ որ հարևանիդ մոտ սուք է եւ հարևանիդ մոտ ուղակի չգիտեմ, արդեն այնքան ենք սրա մասին ասել, բայց չեմ զլանա նորից կկրկնվեմ, հա, երբ որ այդ դպրոցի վրա այդ հարվածը եղավ օրիորդած այդ վարժարանի, հա, եւ այդքան 170-ից ավելի օրիորդներ զոհվեցին, ճիշտ նույն ժամերին ես հիշում եմ ինչ էին անում այս վարչակազմի, վարչախմբի անիմաստ ներկայացուցիչները, երկպար ուրախություն, քեֆ, ցնծություն, հասկանում եք, կոռեկտությունը քաղաքականության մեջ շատ կարևոր բան է։ Եվ նույնիսկ ամենաթշնամի պետությունները կարողացել են, ես խոսում եմ adekvat նորմալ պետությունների մասին, կարողացել են այդ բանը պահեն, էլի, այդ սոլիդությունը պահեն, որը սրանց մոտ իսպար բացակայում է, անում են այն, ինչ որ անում են մտածելով, որ դե վաղը կգնանք կհամոզենք այդ փափուկ բարձերը, համոզեցիք ռուսներին։ Երեք բան կար, չէ՞ մի հատ այնց ոնց է անունը, չեմ էլ Յոհաննիսյան, թե Դանիել Յոհաննիսյան, այսինքն կկակխեն, ոչինչ, ռուսները կկակխեն, իրանք միշտ էլ տես ջղայնանում են, ոչինչ, կկակխեն, մենք կդիմանանք, վառը լիքը Ադրբեջանից կբերենք, հեսա Եվրոպա մեր ծաղիկներն ու բանջարեղենն ու միրգը կարտահանենք, մեր ալկոհոլի համար այնտեղ խելագարվում են, սպասում են, տենց
շունչները պահած, ոչինչ, մենք այդ ամեն ինչը կանենք, գազն էլ դե չի լինի, ինչ խնդիր կա, առանց գազի կլինի այդ ամեն ինչ։ Ասեք, ում եք ուզում խաբեք, ինչ եք ուզում ասեք։ Եթե դուք այս 8 տարվա մեջ այդ կախվածությունը շատ ավելի եք ուժեղացրել, հա, ձեր բյուջեի 4 միլիարդ դոլարի չափ միայն տրանսֆեր է գալիս Ռուսաստանից մարդկանց բարեկամներին, հասկանում եք։ Հիմա այդ մարդկանց այդ հացից եք կտրելու, դուք այդ հացը ինչով եք փոխհատուցելու, ինչ եք անելու, էլի, այսինքն երևի դրանից է, էլի, որ այդ ագահաբար այդ որ տենց ուտում են, որ վաղը մյուս օր կարող է այդ ուտելն էլ չլինի, էլի, դրա համար ինչ կա չկա ձեռքի տակ լցնում են բերանները։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Մարիա Անտոնետան էր, եթե չեմ սխալվում, ասում, հա, եթե մարդիկ ասում էին հաս չունեն, ասում էր, եթե հաս չունեք, տորտ կերեք։ Այստեղ էլ նույն բանը եղել է, միշտ չունեք, կանաչի կերեք, կանաչի կերեք, վաղկասի հող կերեք, հիմա չի կարելի, էլի, այսինքն ամեն ինչը ունի ցինիզմը չափ սահմանում։ Ցինիզմը գեղեցիկ է, երբ որ ինքը որոշակի չափավորումների մեջ է, բայց իրանց մոտ այդ ցինիզմն էլ է անսահման, հասկանու՞մ, լավ, ինչքան կարելի է հարձակվել այդ ուտելիքի վրա։ Լավ, դուք սոված եք, լավ, դուք հիվանդ եք, դուք որգրամոլ եք, որգրամոլ եք գնացեք, որգրամոլությունը բուժում են սովորաբար, էլի 21-րդ դարում։ Լավ, ինչքան կարելի է այդ երկու կողմով ծամել ու ցույց տալ, թե դուք մի ավտոբուս երջանիկ մարդ եք։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր ցույց են տալիս, որ իրենք երջանիկ չեն։ Ես ավելի քան համոզված եմ, որովհետև քո ամբողջ ժողովուրդը երջանիկ չի։ Չի կարող պարտված մեկը, հասկանում եք, վաղը փորձի ռազմական շքերթ ընդունել։ Չես կարող դու ինչքան էլ փորձես արհեստական ստանաս, հենա ստացել ես քարագագաթը, որտեղից նայում ես ավելի Մասիսի է նման, քան քարագագաթի է նման։ Այդ տենց Մասիսից դու պրծում չես ունենա, այդ տենց Արարատը քեզ միշտ հետապնդել է, դու պրծում չես ունենա, ինչքան էլ փորձես արհեստականացնել այդ ամեն ինչը, չես ունենալու։ Մի հատ էլ խրոխտ գրել եք հանրապետության օր, դուք ես հանրապետության ղադրը գոնե գիտեք, դուք գոնե գիտեք ես հանրապետությունը ինչ քափու կրտինքով է կառուցվել։ Դուք գիտեք, այդքան ամեն անգամ ասում եք, մեր նահատակները բան, արհեստական ինչ-որ կրանում եք, համբուրում եք այդ կանանց ձեռքերը, համբուրում եք մի բանի համար, որովհետև գալիս ձեզ փաթաթվում են, ասում են մենք սիրում ենք, հպարտանում ենք ձեզանով։ Բայց քննադատողներին ոտու ձեռքերից քաշելով եք տարել իրանց որդիների գերեզմանների կողքից, հասկանում, դուք էս եք, էսա ձեր դեմքը, ինչքան էլ փորձեք լվանալ, մեկ այդ կեղտը մնալու է ձեր երեսին։ Ինչ սպասել հունիսի 7-ից հետո։ Տեսեք, ես բավականին լավատես եմ։ Ես չեմ հիշում պատմության մեջ իսկապես այսքան ակտիվ ու այսքան բուրըն, այսքան խորքային ու այսքան ծրագրային քարոզարշավ։ Շատ անկեղծ եմ ձեզ ասում։ Եվ եթե հետևում եք ընդդիմադիր դաշտի այն հիմնական խաղացողները, ովքեր որ առաջին տեղերով են գնում, շատ հետաքրքիր ծրագրեր են առաջարկում։ Եվ սա իսկապես լավ է։ Սա իսկապես լավ է, որովհետև այդ ծրագիրը, երբ որ դու առաջարկում ես, դու պատասխանատվություն պիտի ստանձնես դրա համար։ Այ որ պատասխանատվություն չստանձնես, վերջում քո հետ շատ վատ բաներ են լինում։ Իսկ իրենք չեն ստանձնել այդ պատասխանատվությունը, հասկանում եք։ 21 թվականին խոստումների մի ամբողջ լիստ դրեցին այս ժողովրդի առջև։ Դրանցից որևէ մեկը, բացի զիջումներից, բացի սպառնալիքի տակ իրեն ժողովրդին պահելուց, բացի շանտաժից, բացի ստից ու բացի կեղծիկից ու մանիպուլյացիայից ոչ մի բան այս ժողովուրդը չստացավ։ Ու բերեցիք ընտրությունների բերան այդ 10,000 թոշակները, որ մտածել եք երևի դե փշրանք է, էլի կգցենք այս ժողովրդի։ Այդ 10,000 թոշակը պահեք ձեզ, երևի ձեզ հետո պետք կգա, որտեղ այս ժողովուրդը 10,000-ով հաստատ չի ծախվելու։ Կամ բերեցիք այդ 65+ տարեկաններին ապահովագրություն, բանեիք միջև այդ ինչի չէիք անում։ Եթե ավելի շուտ էիք մտածում դրա մասին, թե ԵԱՏՄ-ից բավականին օգուտներ ստացաք եւ բյուջեն ավելի ավելացավ, հնան անգամներ, պատիկներ բարձրացավ եւ ինչ-որ գումար ընկավ ձեր ձեռք ու որոշեցիք տենց քարոզչական նպատակներով իրենց օգտագործեք, բանեիք, ինչի չեք արել։ 500 դպրոց էիք սարքում, քանիսն է պատրաստ։ Ու անընդհատ ընդհակառակը փակում են։ Իսկ ինչի համար են փակում, մեկ կարող է հարցնի։ Ինչ եք փակում այդ դպրոցը։ Թեկուզ
10-15 երեխա լինի, թող փոքրիկ դպրոց լինի, բայց թող գնան դպրոց այդ երեխեքը։ Ինչի համար եք փակում, որ տեղը ինչ լինի։ Դուք ոչնչացնում եք նոր եկող մատաղ սերնդի մի ամբողջ մեծ հատված։ Հասկանում եք, դուք ստեղծում եք բարդ պայմաններ մարդկանց ապրելու։ Դուք մարդկանց սովորեցնում եք հեշտ կյանքը, այդ լափը, այդ ծամելը, այդ անընդհատ ծամ, լավ, ինչքան կարելի է, էլի, ես միշտ զարմանում եմ, ասում եմ, լավ, այս մարդիկ եթե եկել են այդ տարիքին են հասել, ինչ-որ մի բանով սնվել են, չէ՞, որ եկել այդ տարիքին են հասել, ինչքան կարելի է այդ ուտելը ցույց տալ, այդ ծամելը եւ ուտելը։ Եթե իրենց թվում է, որ իրենք դա անում են, որ ցույց տան, թե ինչքան հասարակ են, դե հասարակ ժողովրդի նման, իրենք էլ տեսնստում են, բիսեդկեքում մի կտոր հաց են կիսում, բան, բայց այդ ուտելն էլ ձև ունի, հասկանում եք, չի կարելի տենց անընդհատ ու անդադար ցույց տալ այդ շարժումը, հա, հասկանում եք։ Լավ, մի հատ ձեզ նայեք, էլի հայլում եք, նայվում եք, ձեր դուրը դուք եթե գալիս եք, այդ մենակ ձեր համար է, ու եթե ձեզ թվում է, որ դրանից ժողովուրդը sense բանի մեջ է, էյֆորիայի մեջ է, շատ եք սխալվում։ Եվ բացի դրանից, էլի Դավիթ ջան, սա միայն մենք չենք տեսնում։ Սա միայն հայկական ունկնդրի համար չի, սա դիտում են Հայաստանի սահմաններից դուրս։ Դուք այսքան տարի քաղաքականության մեջ եք եղել, լրագրության մեջ եք եղել, այդքան գրագիտություն ունեք։ Լավ, միտեղ տեսել եք որևէ երկրի ղեկավար, որ այս աստիճանի իրեն պահի։ Դուք տեսել եք մի երկրի ղեկավար, որ զոհվածի ծնողի վրա մատ թափ տա։ Դուք տեսել եք մի ղեկավար, որի պատճառով մարդը բռնագաղթվի ու այդ բռնագաղթվածին ասի ինչի ես եկել, ինչի դու չզոհվեցիր, ինչի դու չմեռար, կներեք էլի արտահայտությանս, ինչի եկար իմ համար բեռ եղար, հասկանում ես, ու մատ թափտաս մի բանի համար, որ մարդը չի ուզում կիսի քո կարծիքը, բացի նրանից, որ վրեժ խնդրությամբ է ինքը լեցուն, որովհետև իր հայրական օջախից, պապական օջախից իրան կտրել բերել ես, հələ մի հատ էլ մատ ես թափ տալիս, թե ինչի ես եկել, դու պարտավոր ես մնայր ու մեռներ, հələ մի բան էլ վերջում բռնես մարդուն նստացնես։ Հասկանում եք, այսինքն այս աբսուրդի թատրոնը, այս անոմալիան վերջանալու է։ Էլ չեմ ասում վաղ թե ուշ, ու ոչ էլ ասում եմ ավելի լավ է վաղ, քան ուշ։ Չի լինելու, որովհետև դու գնալու ես եւ այդ գլխովդ, այդ փորովդ խփելու ես ուղակի պատին։ Իսկ այդ պատը ուղակի շատ մոտ է կանգնած քո դեմքին։ Նա դա շատ լավ գիտակցում է, այլապես այս ջղաձգումները, այս բաները չէին լինի։ Իր վրա վստահ մարդը ինքը շատ ավելի լայն սրտով պիտի մոտենա իր ժողովրդին, նույնիսկ նրանց, ովքեր որ ատում են իրեն։ Հասկանում ես, որովհետև այդ վեհությունը ինքը պիտի ունենա այնուամենայնիվ, որովհետև իշխանությունը ինքը պարտավոր է, ինքը վերցրել է, չէ, իբր թե այդ պատասխանատվությունը, բայց ինչքան տեսանք այդ պատասխանատվությունը վերաբերում է մենակ այդ աթոռին, ինքը այդ աթոռին մնա երթում տվել, ոչ թե ժողովրդին, աթոռին երթում է տվել, որ երթվում են, որ ամեն ինչ կանեմ, որ քեզանից չփոքվեմ։ Մենք միասին ենք մշտապես լինելու։ Եվ այդ գիտեք, այդ մեսիայական, այդ առաքյալի այդ բանը ես լույսն եմ բերել վերջի վերջո, այդ փնտրտուքը դարավոր, որ խորենացուց դուք գալիս եք ու չեք գտնում, հա, այդ որ ասում է պապից հետո վերջացել է հայոց պատմությունը, հա, այ հիմա ես եմ, պապի ռեինկարնացիան է եկել այսօր այդ իր պապի կեցվածքով, նախ պապը վախկոտ չէր, մենակ այդ արդեն հերիք է, էլի, որ ուղակի սենց ջարդ ու փշուր անես քո այդ ներկայացչական բանը, որ ես պապն եմ։ Չի կարելի մի ամբողջ ժողովրդի հետ այսպես վարվել։ Չի կարելի խայտարակ անել ժողովրդին ամբողջ աշխարհի դիմաց։ Ես նորից եմ կրկնում, ես երբեք չեմ տեսել, չեմ հիշում նման ղեկավար, որ այս ձևով վարվի իր ժողովրդի հետ ու դե ժողովուրդն էլ ինչ, հասկանում եք, լավ խոսքերը, այդ ծանր վիճակում ինչ որ ականջին հաճո բաները լսելը այնուամենայնիվ որոշակի մխիթարական բան առաջացնում է մարդկանց մոտ։ Բայց նորից ու նորից այսօրվա ընտրողը 21 թվականի ընտրողը չի այլևս։ Դու խաբել ես այս ժողովրդին եւ դրա համար պիտի պատասխան տաս։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի ընկերներ, իմ հյուրն էր Դիվանագետների համահայկական խորհրդի համահիմնադիր Վահագն Մելիքյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։
Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, քարտային դրամական փոխանցումներ, կրիպտո արժույթ, կհանդիպենք հետագայում։